չեն կարող, իզորո չեն ապահովել մեղադրյալի վաճառչի օրինական վարքագիծը եւ 2 ամիս ժամկետով Բագրատ Սրբազանը եւս 2 ամիս կմնա կալանավորված։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարել է դատախազի միջնորդությունը։ ձգվի։ Դատական նիստի ընթացքում Սրբազանը հանդես է եկել ելույթով, նշելով, որ իր համար ազատությունը հոգևոր արժեք է, որից ոչ ոք չի կարող իրեն զրկել։ Բագրատ Սրբազանը անդրադարձել է նաև Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, շեշտելով, որ ամաչում է սեփական կալանքի հարցը քննարկելուց, երբ իր եղբայրները տառապում են գերության մեջ։ Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկելը, ոչ էլ կարող է զրկել, որովհետև ոչ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ոչ էլ իմ ազատությունը։ Կարծում եմ, թե կալանավայրին լուսամուտի որ կողմից եք նայում, ով է ավելի կալանավորված և ով է գտնվում ազատության մեջ։ Ես, որ հոգով ապրում եմ ազատության բոլոր սահմանները, թե դուք, որ ստիպված կալանավորված եք, ով է ավելի կալանավորված և ով ում պիտի ազատություն տա։ Հետևաբար ես կխնդրեմ ասելու, որ ազատությունից զրկված մարդ չկա այստեղ։ Այս 18-ի մեջ էլ չկա, ես էլ ամենավերջինը։ Որովհետև դա Աստծո գործն է։ Ոչ մեղադրողների, դատախազների, որոնց նաև մխիթար գոշը երբեմն ամբաստանողներ է համարում, ոչ դատավորների, ոչ էլ ինչ-որ կենթանական ծագումով իշխանավորների։ Գագիկ Ծառուկյանի տանը փորձագետները զննություն են անցկացնում։ Մեր գործընկերներին հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը։ Ըստ նրա, քրեական վարույթն առհասարակ կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Քրգործը հարուցված է եղել դեռևս 2020 թվականին Առինչ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ, ու արդեն իսկ նույն թվականին այդ գործով Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։ Դրանից հետո որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել ոչ Ծառուկյանի վերաբերյալ եւ ոչ էլ նրա մասնակցությամբ։ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրականացրած ստուգումների արդյունքում Carrefour սուպերմարկետների ցանցի հրուշակեղենի արտադրամասում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք։ Տեսուչները վերահսկողական միջոցառումների շրջանակում նմուշարում են կատարել կրուասան կրեմով, դոնատ նուտելայով եւ նուտելայով տորտ արտադրատեսակներից ու հանձնել դրանք լաբորատոր քննության։ Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ նշված մթերքները չեն համապատասխանում սահմանված անվտանգության նորմերին, ինչի հիման վրա ՍԱՏՄ-ն որոշել է կասեցնել կրուասան կրեմով եւ դոնատ նուտելայով արտադրատեսակների արտադրությունը։ Մինչև ապրիլի 1-ը վավեր անձնագիր չունեցող թոշակառուների խնդիրը կլուծվի։ Այսօր կառավարության նիստում ասել է սոցիալ-նախարար Արսեն Թորոսյանը։ Անձնագրային խնդիրների առաջացման հիմնական պատճառը, ինչպես նշել է Թորոսյանը, նախկինում կենսաթոշակը առանց դրա անհրաժեշտության ստանալն է եղել։ Մեր պատկերացումով մինչև մարտի 5-ը թիվը կիջնի 10,000-ի մոտ, որտեղ օրական 1000-ից 1500 իջնում է ինքնական փոխողների եւ այդ 10,000-ի հարցը մենք կլուծենք։ Չեմ բացառում, որ շատ, ասենք, հատուկենտ դեպքեր ինչ որ ինդիվիդուալ պատճառներով պրոբլեմատիկ լինի, բայց միևնույն է նրանք չեն զրկվի իրենց կենսաթոշակից եւ նպաստից, որտեղ դա այնուամենայնիվ կփոխանցվի, կդեպոնացվի, այո, որտեղ հաշիվները ավտոմատ կբացվեն։ Հաշվի առնելով, որ ապրիլի 1-ից ողջ հանրապետությունը անցնելու է կենսաթոշակները անկանխիկ եղանակով ստանալուն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հորդորել է խնդիրը կարգավորել հնարավորինս սեղմ ժամկետում։ Արսեն Թորոսյանը շեշտել է, որ ամբողջական կարգավորման նպատակով ներքին գործերի նախարարության հետ համատեղ իրականացնում են շրջիկ սպասարկումներ եւ տնայցեր, հատկապես շարժունակության խնդիրներ ունեցողների համար։ Անհրաժեշտության դեպքում լուսանկարանում եւ դիմումների ստացում կատարվում է տնից նպաստ ստացողների աջակցության համար։ Ապրիլի 1-ի դրությամբ բոլոր թոշակառուները կստանան իրենց կենսաթոշակը եւ նպաստը, նույնիսկ եթե անձնագիրն անհապաղ չի ստացվի, հաշիվները ավտոմատ բացվելու են հատուկ հաշվեհամարներում։ Խնդրին բախված քաղաքացիները այնուամենայնիվ չեն զրկվի իրենց հասանելիք կենսաթոշակից։ Ձմեռը Հայաստանում սպառողի համար սկսվում է ոչ թե առաջի ձյունով, այլ շուկայում գյուղմթերքի գների կտրուկ աճով։ Պատճառը պարզ է։ Մեր երկրում բերքը հիմնականում ամռանն է աճում, իսկ ձմռանը մենք դառնում ենք ներմուծող, թանկ ապրանքի գերի։ Սակայն այս իրավիճակը կարող է արմատապես փոխվել։ Սրա լուծումը եւս գտել է ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Նարեկ Կարապետյանը առաջարկում է, մատնանշելով Հայաստանի հյուսիսային դարպասը, նոյեմբերյանը դարձնել գյուղմթերքի աճեցման հատուկ զոնա։
Նոյեմբերյանը մեղրից հետո երկրորդ ամենափափուկ կլիմայական գոտով համայնքն է։ Այստեղ կարող է աճել այնպիսի բան, որ Հայաստանի մյուս շրջաններում չի աճում։ Օրինակ զեյթուն է աճում, կիվի եւ այլ տեսակի մրգեր, որոնք Հայաստանի համար հատուկ չեն։ Մենք հիմնականում ներմուծում ենք շատ թանկ գներով։ Նոյեմբերյանը դառնալու է Հայաստանի համար ոչ սպეციფიկ գյուղատնտեսական ապրանքների աճեցման հատուկ զոնա։ Կուսակցության ծրագրի հիմքում տնտեսական հաշվարկն է։ Ձմռանը ջերմոցային մթերքի ինքնարժեքի առյուծի բաժինը շուրջ 70%-ը, գազի գինն է։ Նոյեմբերյանն ունի ռազմավարական առավելություն։ Քաղաքով է անցնում Հայաստան-Վրաստան գազատարը։ Ուժեղ Հայաստանը առաջարկում է ստեղծել ազատ տնտեսական գոտի, որտեղ ջերմոցները գազը կստանան հենց սահմանային ներմուծման գնով, առանց ներքին ավելորդ ծախսերի։ Նոյեմբերյանի շրջանը կլինի Հայաստանում այն շրջանը, որը կլուծի թանկ ապրանքի, թանկ գյուղմթերքի գինը ձմռանը Հայաստանում։ Ինչով? Կստեղծենք ջերմոցների համար նախատեսված հատուկ ազատ տնտեսական գոտի։ Մարդիկ ջերմոցներ կհիմնեն նոյեմբերյանում, որը կստանա գազ, բայց սահմանային գնով։ Քանի որ գազը Հայաստանը ներմուծում $165 եւ մինչեւ հասնում է Երևան, մինչեւ հասնում է մյուս շրջանները, թանկանում է, քանի որ կան ծախսեր։ Իսկ սահմանի վրա մենք կունենանք պայմանավորվածություն, որ գազի գինը լինի $165-ից մի քիչ ավելի ընդամենը թանկ եւ հայկական ջերմոցները կունենան գազի գին ավելի էժան, քան թուրքական ջերմոցները։ Դրա արդյունքում մենք կկարողանանք մրցակցել թուրքական ջերմոցների հետ, քանի որ գյուղմթերքի ձմռանը ինքնարժեքի 70%-ը դա գազի գինն է։ Իսկ էժան գազ, եթե մենք սահմանին կարողանանք տանք, ներմուծման գնով մոտապես 15% կեժանանա գյուղմթերքի վերջնական գինը։ Ըստ Նարեկ Կարապետյանի, մեղմ կլիման եւ էժան էներգակիրները նոյեմբերյանը կարող են վերածել Հայաստանի գյուղատնտեսական շտեմարանի։ Սա ռազմավարական զարգացման այն մոդելն է, որտեղ շահում է թե պետությունը, թե սպառողը եւ թե սահմանին ապրող քաղաքացին։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև լարվածությունը հասել է օրհասական կետի։ Ժնևում կայացած վերջին բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ ձախողվել են, ինչից հետո Վաշինգտոնը Թեհրանին տվել է ընդամենը 2 շաբաթ ժամանակ տարաձայնությունները վերացնելու գրավոր առաջարկներ ներկայացնելու համար։ Փորձագետները նշում են, որ եթե համաձայնության չկան կողմերը, ռազմական բախումը կլինի անխուսափելի։ ԱՄՆ-ն արդեն սկսել է ուժերի աննախադեպ կենտրոնացում Մերձավոր Արևելքում։ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Իտալիայի ավիաբազաներից բազմաթիվ ինքնաթիռներ են ուղևորվել դեպի Հորդանան ու Պարսից ծոց։ Տարածաշրջանում տեղակայվել են ավիակիրներ, հարյուրավոր կործանիչներ, իսկ ամերիկյան զորքերի տեղակայումն ամբողջությամբ կավարտվի մինչև մարտի կեսերը։ Ըստ որոշ տեղեկությունների Սպիտակ տունը պատրաստվում է Իրանին հարվածել արդեն այս շաբաթ։ Սպասվող գործողությունը կարող է վերածվել Ամերիկա-իսրայելական լայնածավալ պատերազմի, որի նպատակը ոչ թե պարզապես գետային հարվածներն են, այլ Իրանի վարչակազմի տապալումը։ Իսրայելը պահանջել է հաշված օրերի ընթացքում հարվածել Իրանի միջուկային եւ ռազմական օբյեկտներին։ Սրան զուգահեռ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 28-ին կայցելի Իսրայել վարչապետ Նեթանյահուի հետ հանդիպման։ Իրանն իր հերթին փորձում է դիմակայել ճնշումներին։ Թեհրանը բանակցությունների մասին տեղեկացրել է Սաուդյան Արաբիային, իսկ այսօր փետրվարի 19-ին Ռուսաստանի հետ սկսում է ռազմածովային զորավարժություններ Օմանի ծովում եւ Հնդկական օվկիանոսում։ Ըստ վերլուծաբանների, սա դիտարկվում է որպես ուժի ցուցադրություն, որն ուղղված է արևմուտքին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններն այժմ գտնվում են այնպիսի փուլում, որը թույլ չի տալիս հանրայնացնել։ Կրեմլի ներկայացուցիչը շեշտել է, որ պաշտոնական Մոսկվան չի ցանկանում եւ չի պատրաստվում մանրամասներ հաղորդել գործընթացի վերաբերյալ։ Պեսկովի խոսքով Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների հետ ապագա բանակցությունների վերաբերյալ դեռևս որևէ հստակություն չկա, իսկ Ժնևում կայացած բանակցությունների մասին Կրեմլն այս պահին ավելացնելու ոչինչ չունի, բացի Վլադիմիր Մեդինսկու տված բնութագրից։ Մեդինսկին ասել էր, որ քննարկումներն անցել են դժվար, բայց գործնական մթնոլորտում։ Պեսկովը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց առայժմ չի պլանավորվում։ Ֆիլիպիններում տեղի է ունեցել Կանլաոն հրաբխի ժայթքումը։ Դրա պատճառով 4.5 կիլոմետր բարձրությամբ հրաբխային մոխրի հսկայական ամպ է առաջացել։
Սեյսմոլոգիական ինստիտուտը տեղի բնակիչներին ու զբոսաշրջիկներին կոչ է արել խառնարանից 4 կիլոմետր հեռավորություն պահպանել։ Կանլաոն հրաբխի շրջակա հատվածում հայտարարվել է վտանգի 5 մակարդակներից երկրորդը։